Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, օրենսդիր գործադիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ, հարգելի պարոն Հագիվարա, նախ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել գլոբալ տեխնոլոգիական ոլորտում ձեր ունեցած ներդրման համար եւ ուզում եմ շնորհավորել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի արժանանալու առիթով եւ ուզում եմ ընդգծել, որ ես շատ կարևոր մրցանակ եմ համարում Հայաստանի Հանրապետության համար, որտեղ այսպիսով ի վերջո մենք որպես պետություն մեր հարգանքի տուրքն ենք մատուցում այն անձանց, ովքեր շատ կոնկրետ ազդեցություն են ունեցել ժամանակակից կյանքի ձևավորման գործում եւ սա նաեւ ինչ որ առումով գլոբալ այդ process-ներին մեր մասնակցության մի ձևաչափ է, որը մենք շատ կարեւոր ենք համարում։ Իհարկե նաեւ նման մասշտաբի գործիչների այցելությունը Հայաստան, նրանց շփումները մեր ուսանողների հետ, մեր գործարար համայնքի հետ, տեխնոլոգիական ոլորտի հետ, նաեւ կարծում եմ շատ կարևոր եւ լրացուցիչ խթան է մեր երկրում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար եւ իհարկե այս մրցանակաբաշխությունը նաեւ մեզ օգնում է ստուգել, համոզվել տեխնոլոգիական ոլորտում, կրթության ոլորտում մեր ռազմավարական պատկերացումների ճշգրտության մասին եւ սա նույնպես կարևոր հանգամանք է, որ ուզում եմ ընդգծել։ Ես արդեն երևի 8-րդ անգամ եմ այս մրցանակը հանձնում եւ մի հետաքրքիր այսպիսի օրինաչափություն եմ նկատել, որ մեր բոլոր հյուրերը, որոնց հետ ես շփվելու պատիվ եմ ունենում այս մրցանակաբաշխությունից առաջ, ոնց էլ լինի իրենց խոսակցության ընթացքում ինչ որ մի դրվագ են հիշում դպրոցից։ Պարտադիր ես հիմա ուզում եի մտքով հետ գնալ, համենայն դեպս եթե ոչ բոլորի դեպքում առնվազն այդ տպավորությունը մնացել է, որ պարտադիր մեր հյուրերը, որոնց հետ քննարկում ենք նրանց անցած ճանապարհը, գործունեությունը, բայց որևէ ձևով, որևէ դրվագով նրանք ինչ որ մի բան պատմում են իրենց դպրոցի մասին եւ ըստ էության սա ընդհանուր առմամբ տպավորություն է ստեղծվում, որ անկախ հետագա կյանքի ընթացքից, կրթությունից եւ այլն մեր բոլորի կյանքում իհարկե դպրոցը շատ էական դեր է կատարում եւ այս էր պատճառը, որ ես ասում եի, որ այս հանդիպումները մեզ հնարավորություն են տալիս, որպեսզի նաեւ ընդհանրապես տարբեր քաղաքականությունների վերաբերյալ մեր պատկերացումների ճշգրտությունը կամ համապատասխանությունը ինչ որ ձևով ստուգենք եւ այն որ մեր բոլոր հյուրերը այդ տպավորությունը գոնե իմ մոտ մնացել է, մեր բոլոր հյուրերը անպայման մի փոքր դրվագ հիշում են, երբեմն փոքր եւ ավելի մեծ, հիշում են իրենց դպրոցից այսպիսի հաջողություններ հասնելուց հետո եւս մեկ անգամ ընդգծում է թե ինչքան կարևոր է ընդհանրապես կրթական ենթակառուցվածքների գոյությունը երկրում, որը մեր կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է եւ մենք կրթության ոլորտում, նախադպրոցական կրթության ոլորտում, հանրակրթության ոլորտում, բարձրագույն կրթության ոլորտում եւ յետբուհական կրթության ոլորտում, գիտության ոլորտում, տեխնոլոգիաների ոլորտում շատ լուրջ ծրագրեր ենք իրականացնում եւ այս խոսակցությունները եւս մեկ անգամ համոզում են, որ առնվազն մեր մտքերի ընթացքը ճիշտ ուղղություն ունի, այլ բան թե մենք այդ բարեփոխումները ինչպիսի որակով կիրականացնենք եւ դրանից է իհարկե շատ բան կախված, բայց որակն էլ մեծ հաշվով ոչ թե մեկնարկ է, որակը հետեւականության արդյունք է, որակը միշտ բերվում է եւ ձեռք է բերվում հետեւականության արդյունքում եւ ես ուզում եմ նաեւ պարոն Հագիվարային շնորհակալություն հայտնել այսօրվա իր զրույցի մտքերի համար եւ շնորհակալություն հայտնել, որ ինքը պատրաստակամությամբ է այսօր մեր ուսանողների հետ կիսվել իր փորձով եւ պատրաստակամ է այդ շփումը շարունակել նաեւ հետագայում։ Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք կրկին անգամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից, Հայաստանի Հանրապետության անունից
հարգանքի եւ գնահատանքի տուրք մատուցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 15-րդ դափնեկիր պարոն Յոշիակա Հագիվարային։ Շնորհակալ ենք։